հայ առաքելական Սուրբ եկեղեցին միակ պաշտոնական ներկայացուցիչն է հայ ազգի ամբողջ աշխարհում։ Նախ եւ առաջ ես կոչ եմ ուզում անել բոլոր համասփյուր հայությանը, ով որ դեռ արժանապատվություն ունի որպես հայ մարդ, հայ քրիստոնյա կանգնի այսօր մեր եկեղեցու կողքը, որտեղ եկեղեցի միայն հոգևորականները չեն, եկեղեցի միայն շարականները չեն, եկեղեցի մենք ենք պահում այդ եկեղեցին եւ այս պահին վտանգված է։ Թող ոչ ոք հակառակը չասի, որովհետև բոլոր մեր եկեղեցու ոչնչացումները սկսվեցին բարեփոխում անվամբ եւ կոմունիստական ժամանակ եւ ցարական ժամանակ, ով մենք տեսանք ինչի հասավ բարեփոխումը, երբ որ Մայր Աթոռում մնացել էր միայն 8 հոգևորական եւ 8-րդին հատուկ ծառայությունները խեղտամահ արեցին եւ մենք 8 տարի չունեին կաթողիկոս եւ միայն 1945 թվականին մենք իրավունք ունեցանք ընտրել կաթողիկոս։ Ես վստահ եմ, որ եթե մենք չհամախմբենք եւ օրինական բոլոր միջոցներով չշնչոտացնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, արարքը մեր եկեղեցու դեմ վաղը կարող է շատ ուշ լինել, շատ ուշ կարող է լինել եւ մենք կարող ենք կորցնել մեր եկեղեցին։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հայ առաքելական եկեղեցին մեր պաշտոնական ներկայացուցիչն է ամբողջ աշխարհում եւ մենք կարող ենք կորցնել մեր այդ ներկայացուցիչին եւ նաեւ կարող ենք կորցնել ֆիզիկապես մեր եկեղեցիները։ Սա չափազանցություն չէ, սա կարող է լինել եկեղեցիներին կհորդորեն, որ կանգ առնեն, քանի ուշ չի, հասկանում եք, քանի ուշ չի, որտեղ վաղը շատ ուշ կարող է լինել։ Որոշ մարդիկ կատարում են հանձնարարություն, բայց այդ մարդիկ, որ եկեղեցում եղել են, գիտեն մեր եկեղեցու դերը, մեր ժողովրդի համար, մեր ազգի համար գիտեն ինչ դեր ունի մեր եկեղեցում եւ իրենք պետք է դարձի գան, ապաշխարեն, որտեվ սա մեր ինքնաոչնչացման հերթական երթն է։ Կազմակերպիչները մենք հայ համայնքի ներկայացուցիչներն ենք, անհատներ եւ տարբեր կազմակերպություններ եւ այսօր եկել են կանգնել ենք մեր եկեղեցու կողքին։ Հստակ մեկ կազմակերպիչ չկա։